մի քանի համարներ դամ, բայց առաջին երկու համարը ես ցեզ դամ երկու համար եւ հետո կառուցենք վրան։ Առաջին համարը գտնվի Մատթեոս 16 եւ 17 համարները։ Մատթեոս 16 եւ 17 համարները եւ Հովաննու 6:66։ Մատթեոս 16 16-ն 17։ Հովաննու 6:66։ Եվ Սիմոն Պետրոս պատասխան տվավ եւ ըսավ. Դու ես Քրիստոսը, գենտանի Աստծո որդին։ Եվ Հիսուս պատասխանեց Պետրոսին. Երանի քեզի, Սիմոն, Հովնանի որդի, երանի քեզի, վասնզի մարմինը եւ արյունը այդ բանը քեզ չհայտնեցին, հաբա իմ հայրս, որ երկինքն է քեզ հայտնեց։ Երակնի քեզի Պետրոս, քանի որ այդ խոսքը, որ հոգևոր բանն ասիր, այդ խոսքը քեզ մեջ ելավ։ Այդ խոսքը հոգևոր բանը, որ ասիր, Աստուծո եկած խոսք է, որ ասիր։ Մի քանի համարներ հետո, որ գարտանք չեմ ուզեր այս տեքստը սերդենք, մի քանի համար հետո Հիսուս Պետրոսին գսե եդիս գնա սատանա։ Մի քանի համար հետո Հիսուս Պետրոսին գլրեցնե ասելով դու սատանայի խոսք ունես, քո միտքը աստվածային չէ, քո միտքը տևային է։ Պետրոսին։ Մի քանի համար առաջ գսե երանի ես Պետրոս։ Գտեստեք տարբերությունը։ Երբ որ Պետրոս մարդկային գխոսի, Աստված գսե Հիսուս գսե սատանական խոսքեր գսես։ Երբ որ Պետրոս աստվածային բանը գստանա եւ այդ բանը գսե, Աստված գսե Հիսուս գսե երանի ես դու։ Երկրորդ համարը, որ Հովաննես 6:6 մի անկրեցեք, մի փնդրեք։ 6:6 Եվ Հիսուս գսե այսօր համար ցեզի էսի։ Ուրեմն աշակերտներուն։ Մեկը չի գրնար ինձի կալ, եթե իմ հորմես դրված չլա անոր։ Ոչ մեկը չի գրնար Հիսուս գսե։ Աստծո մոդենալ, եթե աստվածային մի կորց չլա սրա մեջ։ Ոչ մեկը չի գրնար ինձի կալ գսե Հիսուս։ Եթե աստվածային բանը չլա այդ մարդուն մեջ։ Եթե Աստված, այս երկու համարները, եթե գաբեն իրար, եթե Աստված չի միջամտե, մենք ոչ կհասկանանք, ոչ կտեսնենք, ոչ աստվածային բաները կմտնեն մեր մեջ։ Բացահայտություն չկա։ Այն բոլոր բաները, որ Աստծո հետ կապ ունի, իր մեջ պետք է գա։ Լավ լսեցեք, հիմա պիտի տեսնենք մեր սխալները ուր են։ Հիմա ինչ որ գսեմ ամեն, քանի որ նորմալ է ինչ որ գսեմ նորություն, բայց հիմա որ մտնենք մանրամասնության մեջ, պիտի տեսնենք ու մենք շատ կարծում ենք, որ մենք մեզմով շատ բաներ կհասկանանք։ Մենք մեզի այդտեղ կտանենք։ Բայց այստեղ երկու համարները գսե, մենք այնքան սահմանապակ ենք, սիրելի եղբայրներ։ Մեր անցյալեն եկած տասյարակությունը, մեր բնավորությունները, լավ լսեցեք ինձի, ամեն մեկ խոսքս լուրջ լայն միտքեր կա։ Անցյալեն եկած տասյարակությունս, իմ բնավորության քիծերս, իմ կոնտեքստս, ընտանիքես եկած կոնտեքստս, սովորություններս, պատմությունս իմ կյանքի, իմ էմոցիոններս, զգացումներս, այն բոլորը սիրելի եղբայրներ մեզ կսահմանապակեն, որ աստվածային բաները ստոպ տրվի շատ անգամ չի մտնե մեր մեջ, չհասկանանք մեր մեջ։ Եվ մենք, երբ որ գաբրինք, հոգևորներու մասին է խոսքս, լավ լսեցեք։ Հոգևոր բաներ գնենք, կամ գուզենք, կամ գմտածենք, բայց այդ մեր հոգևոր ըրածը սահմանապակված է։ Մեր պատմության հետ կապված, ավելին չենք կրնար երթալ։ Քանի որ մեզի ավելին երթալոմա վերեն պետք է կա։ Մենք ուրեմն բոլորս ունենք մեր սովորությունները, մտքերը, պատմությունը, ցավերը, վերքերը, հինեն եկած փռներ են մեզի ներսերից մեջ, եւ մենք երբ որ մեկ ինձ բամը գսե, կամ բամը գբադայի իմ հոգևոր կյանքից մեջ, իմ ռեակցիաս որ գուտամ, իմ դրսևորումս, իմ մեջի եղած ըսկացումներուս համացայն գնեմ։ Ոչ մեկը հոգևոր չի գրնար քայլել, եթե հոգևոր հոգիեն բամը չկա։ Մենք կգարձենք, որ կքալենք։ Հիմա բոլորս մենք կգարձենք, որ հավատացյալներ ենք։ Եթե ինքը լավ լսե, հիմա բոլորս նայեցեք, հայտնություն բառը վտանգավոր բառերից մեկն է։ Ես հայտնություն ստացա։ Այստեղ Հիսուս Պետրոս հայտնություն ստացավ։
Հիսուս Քրիստոս Աստծո որդի։ Ստացավ չէ, դե չէ, ստացավ։ Հիսուսը ընդունեց այն։ Բայց այդ հայտնությունը, որը ստացավ, 2-3 րոպե հետո իրեն ոչինչի չծարայեց։ Սատանական խոսք ասեց։ Ուրեմն հայտնություն ես կարամ ստանամ սուպ իմը այստեղ մեր քույր եղբայրները շատեր դուք հայտնություն ստացած եք, որ Հիսուս Աստծո որդի է, չէ՞, ամեն։ Ստացել ենք։ Մենք հայտնություն ստացանք, որ Աստված սեր է։ Հայտնություն ստացանք, որ Աստծո խոսքը ճշմարիտ է։ Ստացել ենք։ Մեկը մեզ բացություն չվատմեց, ստացել ենք։ Ես հայտնություն ստացել եմ, որ պետք է սիրեմ Տիրոջը, ինչպես դուս։ Ամեն։ Բայց այդ հայտնությունը չի բավեր հոգևոր բաներու մեջ քայլել։ Պետք է Աստվածային թուր բացվի, որ ես քայլեմ։ Մի քանի օրինակներ դամ, որ դամ պիտի հասկանաք շատ շուտ ուր եմ ուզում երթալ։ Այս շաբաթ միան վերնակիրը կմտածեք ինչի մասին է խոսքը։ Մտածեք վերնակիր, պիտի տանք։ Չեմ գիտեր, կամաց։ Հիմա օրինակները պիտի տեսնեմ։ Այս շաբաթ մեկ բառ եկավ միտքս։ 2 շաբթի, 3 շաբթի։ Մեկ բառ եկավ։ Եվ այդ բառի վրա հորիզոններ բացվեցավ։ Եվ մտածեցի, որ ըսի որ մի րոպե։ Եթե այդ բառը չկար, ես հիմա այս բանը չի հասկանում։ Ես ինձ եմ ասում։ Մեկ բառ։ Եվ հասկացա, որ այդ բառը մարդկային չէր, ինձանից չէր, ես այդ բանը չունեի, ինձանից չէր, բամերավ Աստված։ Մեկ բառ եկավ ոչ թե Աստվածային սուպ գիրքի համար, ոչ, այդ արդեն գիտենք, շատ համարները գիտենք։ Համարները չէ, վայ Աստվածերը չէի գիտեր, ոչ, քիծած բաներ են անում, բայց բառը գարձեք մեկ անգամից ժողովուրդ բացվեցավ։ Եվ որ այդ բառը բացվեցավ, հետո եկավ պատմություն։ Հետևից այդ բառի հետևից եկավ մեծ միտք, նպատակ, դեսիրք, ուրիշ բաներ։ Մեկ բառ։ Որտեղից եկավ այդ բառը։ Ես սկսա խանգարվելու։ Որտեղից եկավ այդ միտքը։ Ինչպես եղավ, որ այդ միտքը 2 օր առաջ չունեի եւ այդ օր եկավ։ Ինչպես եղավ, քանի որ այդ միտքը շատ բաներ փոխեց։ Իմ անձնական կյանքից մեջ։ Ուրեմն հայտնություն չէ, քանի որ ես գիտեի այդ բանը, բայց այդ մտքին խորությունը չէի գիտեր։ Խոսքը գիտենք, բայց խոսքին իսկապես խորությունը երբեմն գործված է։ Հիմա պիտի հասկանաք։ Մի քանի օրինակներ վիդամ։ Առաջին օրինակը գսիրենք եւ գարտացիկ անոնք որ թբրոցի մեջ են, գարտացիկ 4 տակավորած գրեցեք, բայց մի փնդրեք։ 4 տակավորած 6 գլուխ 14-17։ Սուրիայի տակավորը գահարցակի Եղիսեի վրա։ Եղիսեին գփնդրեն պիտի սպանեն։ Եղիսե մարգարեն։ Հələ ուրեմն 4 տակավորած 6-14-ից։ Եղիսեին պիտի սպանեն, քանի որ Եղիսեն այդ տակավորին նեղացնում է։ Իբր։ Ուրեմն զինվորները ղրկերեն, ցիերը, գարքերը, գսե բազմաթիվ զորքերը ղրկեցին, որոնք քիշերով կացին եւ քաղաքը բաշարեցին, Աստծո մարդուն ծարան, Եղիսեին ծարան, Արավոդյան գանուխ ելավ, դուրս գնաց եւ գսավ ահա դեսավ զորքերը։ Ցիեր եւ գարքեր։ Քաղաքը բաշարերեն։ Ու ծարան իր դիրոջը, ուրեմն Եղիսեին, ասավ, նայեցեք ինչ կսե։ Օ դերիմ, ինչ ենք։ Եղիսե ասավ։ Մի վախնար, քանզի մեզի հետ եղողները, անոնց հետ եղողներեն շատ որ են։ Սրա մասին կարոզերեմ, սրա մասին մտածերեմ։ Այս համարը այդ բարից հետո այս համար եկավ։ Բացի գիրքը, ասի օքեյ, մարդը վախցավ, Եղիսեն ասավ մի վախնար։ Իրենց մեզի հետ եղողը այդ թշնամիներն ավելի զորավոր են։ Եղիսեի ծարան հասկացավ, որ Աստված բադասխան մունես հարցին մի վախնար։ Սարգիս մի վախնար։ Մենք կսենք իրար, մի վախնար։ Այս հարցի մեջ մի վախնար։ Աստված քեզի հետ, մի վախնար, բայց ես քեզի բան ասեմ։ Նայեցեք հաջորդ բառը։ Եղիսեն աղոտ կրավ եւ ասավ սրա աչքերը բաց։ Լավ լսե, խոսքը ստացավ այդ մարդը, հայտնությունը եկավ իրեն, Եղիսեն իրեն խոսք տվավ, բայց պետք էր, որ աչքերը բացվեր այդ խոսքը հասկանար։ Մեր հավատացյալներուն պրոբլեմը այն չի, որ խոսքը չենք գիտեր։ 30 տարի է իվեր քարոզում եմ։ Դուն 30 տարի է իվեր եկեղեցի ես գնում։ Միլիոն տեսակ քարոզներ լսել ես։ Ավելի լավ քարոզներ լսել ես։ Ինչու այդ քարոզներուն խորքը չես ապրում։
Այստեղ ես մի բան հասկացա։ Եվ գսե ասոր աչքերը բաց, որպեսի տեսնե։ Ինչը տեսնե, այդ խոսքին զորությունը տեսնե։ Ես խոսք տվի իրեն։ Կարոզեց։ Հիմա ես ես կարոզում եմ։ Հալելույա, ամենով հուտ գսեք։ Բայց վաղը առավոտ այդ խոսքը քիչ առաջ ասին մորցեր եք արդեն։ Խոսքին զորությունը չկա։ Մինչև որ Եղիսեն հասկացավ, որ այս մարդը չի հասկանում։ Ես իրեն խոսք տվի, չի հասկանում։ Դեր չի հասկանալու այս մարդը երբեք։ Այս մարդը միշտ պիտի վախենա։ Այս մարդը նույն սիստեմի մեջ պիտի մնա։ Այս մարդը հավատքը այսպես է, մեր հավատքը այսպես է։ Դերը Եղիսեն գսե բաց աչքերը որ հասկանա։ Ինչը հասկանա։ Աստծո խոսքը։ Անցյալ օրը մեկ կխոսեի, մենք միշտ այդ բառը գործածենք, որպեսզի ապաշխարենք, չէ՞ գսենք ապաշխարենք, զղջանք ապաշխարենք։ Հավատացյալ մեկում է։ Դարիներ եկեղեցի կացող։ Մեր եկեղեցիներու մեջ չէ։ Այդ ասեմ, որ իրար չնայինք, դարիներ եկեղեցի կացող։ Ասեցի, քիլես ամենն կարևորը ինչ է։ Հիմա ես քեզ ասեմ, դիցես ամեն։ Ասեցի, պետք է եկեղեցին ապաշխարե։ Վաու, ասավ։ Էս ինչ խոսք էր։ Ինչ ասի։ Բան չասեցի։ Եկեղեցին պիտի ապաշխարե։ Մենք միշտ ենք ասում։ Մենք միշտ ենք կարոզում։ Նորություն չենք ասում ըստեղ։ Բաց այդ մարդը մի անգամից աչքերը բացվավ, խառնվեցավ, գարմվավ, ըսավ էս ինչ խոսք էր։ Գնամ եկեղեցիս, չէ, ապաշխարած 30 տարվա, 30 չէ, բայց 20 տարվա։ Այդ խոսքը մարդը ին բարձ խոսքից, որյանի դու ալ գսեիր այդ խոսքը, նոր բան մճացեցի, դու ալ գասեիր այդ խոսքը, այդտեղ բացվավ։ Ասեցի, ուրեմն էստեղ մի գաղտնիք կա։ Ինչի որ եկեղեցի գալիս ես ամեն ինչ բացվել է քեզ համար։ Սուրբ գիրքը գարտաս եւ գիտես, պետք է որ փանա աչքերը։ Որպեսի տեսնես։ Ինչ կսեք։ Պետք է որ Եղիսեն աղոթեր, որպեսի Աստված փանար, որ այդ մարդը հասկանար։ Հիմա այս բանը լսելով դու քեզ ինչ կսես, ես ինձ կսեմ հետևյալը։ Դեր եթե չփանաս աչքերս։ Ես բարապ եմ, բարապ մարդ եմ, էդան ասեմ, ինձ համար ասա դու, քեզ համար մեզ, դու լեցու մարդ ես, ես բարապ մարդ եմ։ Այդ առումով որ եթե չփանար, Եղիսե մարգարեն, նայեցեք, Սարգիսին խոսքը չէ, Եղիսե մարգարե։ Այդ մարգարեին խոսքը իրեն օգուտ չտվավ։ Պետք է որ փանար։ Մարդիկ կսեն հովիվը լավ չէ, եկեղեցին լավ չէ, Սարգիսը լավ չէ, Հակոբը լավ չէ, կնա ավելի լավ մեկումը կդիր, բայց ասեմ հոնալ տուն պիտի չի բացվի քեզի։ Քանի որ բացողը Սարգիսը չէ, եկեղեցին չի, լավ կարոզիչը չի, բացողը վերն է։ Ուրեմն եթե դու վերին չսպասես, որուն ուր որ երթաս, քեզ աչքերդ այսպես փակ պիտի շարունակես քո ընդհանուր կյանքդ։ Երկրորդ օրինակը։ Մի քանի օրինակ այսպես։ Հովանու 4-րդ գլուխ։ Այս շաբաթ անոնք որ հետևեցան ուղի եթերը Սամարացի մասին խոսեցան, Սամարացի գնոջ։ Նայեցեք ուրիշ օրինակ։ Սամարացի գինը գուկա Հիսուս կհանդիպի Սամարացի գնոջ։ Վիճապանություն գնե գինը։ Իմ ճուրս ծեր ճուրը, իմ հորս ծեր հորը, մենք ավելի լավ ենք, դուք հрьяաներ լավ, վիճապանության մեջ կմտնեն։ Հիմա Հիսուս նստել է։ Գլսե։ Վիճապանության մեջ ինքն գմտնա առանց վիճապանելու գինը գխոսի։ Մենք ասանք, մենք անանք, մենք ինդեն ճուրունից նայր հորը խորունգ է, դու կարող ես միթե եւ այլն, դու ով ես, մենք ով ենք, ես նայր եկերեմ այդպես խոսքեր։ Հիսուս մեկ անգամ են գսե նայր։ Եթե դու գիտնայիր ես ով եմ։ Ազո բարգևը։ Դու ինձանի ճուր բիլուզեիր։ Հիմա գինը նորից կշարունակի։ Բա դու ինչպես պիտի խորանաս, մտնես, ելնես, կարելի է միթե էս ճուրը բռներ, հիմա ճուրի վրա գրիվներ գերտա։ Վիճապանություն։ Հալելույա, թուն քեզ դեսարը տեղ, բանի վրա վիճապանության մեջ եք։ Գերտա, Հիսուս կհանդիպի մի անգամից կնայր։ Գնա ամուսինդ բեր, բապությունը գիտեք։ Ճունի ամուսին 5 հատ ունեի եւ այլն։ Մի անգամից գտեսնեմ որ գսե թուն մարգարես։ Նայեցեք ինչ կբադայի, բապությունը բապն։ Հիսուս գսե ես Քրիստոսն եմ, Մեսիան եմ։ Գիտեք ինչ կբադայի։ Գինը ճուրի սապորները գթողնի եւ կգնա քաղաք։ Բա ինչ բադայեցավ։ Հասկացավ ով էր, աչքը բացվեց Հիսուսին տեսնում էր, խոսում էր, իր ցերտնաթերս բռնեց չեմ գիտեր, բայց չէր գիտեր ով էր։
մինչև Հիսուսով ես եմ։ Այն ժամանակ այդ գրիվը որ անում էր ճուրի վրա։ Թողեց, բայ ախպեր եկեր էր գրիվը իր անում Հիսուսի հետ ճուրը այսպես ճուրս այսպես գրիվը այսպես թողեց ինչու քանի որ սա այն ճուրը այնքան կարևոր չէ ես կդա մեսիան աչքը բացվեցավ եւ թողեց ամեն ինչը ժողովուրդ ջան լավ լսե աչքդ միջև վերևից չբացվի դու պիտի շարունակես քո սապորները բռնել եւ ամեն օր գրիվնել սապորներով ըստեղ գնալ ընդեղ գնալ ըստեղ գնալ ընդեղ գնալ խնդիրներ մեջ մնալ թաղվի ամեն օր նույն բացությունը գրիվներ բատոններ սապորներով գնաս մինչև այն որ հայտնություն կա եւ ինչ հայտնություն աչքերդ բացվի որ տեսնես իրական ինչ կա այնտեղ տեսնես հոգեվոր գիտեք ասորա սրա մասին շատ խոսեր եմ թադրոնը գա ինչ որ մենք փեմի վրա գտեսնենք 4-5 հոգի գխոսին փեմի վրա պատմություն կպատմեն բայց մենք չենք տեսներ վարակուրին հետևը ինչեր կպատահի բուն թադրոնին կորձը վարակուրին հետևն է այս երևածը չէ երևածը մեզ ինչ որ ուզում են ցույց են տալիս բայց բուն ով ինչից է վարակուրին հետևն է Երբ որ մենք հավատքի մարդ ենք, լավ լսեցեք, երբ որ մենք հավատքի մարդ ենք, մենք պետք է սորվենք իրականությունին յետևը տեսնել։ Զորքերը գային, Եղիսե մարգարեին ծառան, զորքերուն հետևը տեսավ։ Գլսեք ինձ ոչ թե միան ես կհասկանամ ինձ ասած։ Հիսուսի տեսավ սամարացի գինը, բայց հետո մինչև չհասկանա թե ով է սամարացի գնոջ դիմացինը Եթե գիտնարազով արկևը Հիսուս իր սապորը չթողեց բռնել էր ասելով ես իրավունք ունեմ մենք սամարացի ենք դուք հրյաները մենք ասում ենք դուք գրիվ մենք ես ճուրս իմ ծրագիրս իմ կյանքս իմ ճուրս ես գիտեմ գասես երբեմն մի րոպե թող այս հարցը ավելի կարևոր բան կա շատերուն այդպես ենք ասել ես հիմա հասկանում եմ որ հոգնել եմ այդ խոսքերից պետք չէ այդպես ասեի պիտի ասեի գնա ուզածը դարա միան դեր աչքը բաց խնդրում եմ Իմ խոսքից, եթե Հիսուսին չընդունեց այդ սամարացին, մինչև աչքերը չբացվի, քո խոսքը պիտի լսի, կամ իմ խոսքը։ Քույր եղբայրներ ջան, այստեղ լուրջ թեմա կա։ Մենք մեր սապորները, սապորը հասկացաք, չէ՞։ Սապորները արած քուշդո, արած ման են գալիս այստեղ ընդեղ, հոգնած։ Սրա մարդկանց հետևեն, մյուսը ինչ պիտի ասի, հարևանները ինչ ասեցին, գողքինը ինչ ասեց, հետևինը ինչ ասեց, եւ շատերը դա խնդրեմ ունիկ, այս մարդու հետ կխոսիկ, մյուս մարդու հետ կխոսիկ, գրիններու մեջ եք ասեք, սապորը բռնած կյանք է սաբրում։ Եվ այդպես գրնած կյանքիդ միջև է չտեղ գնալ։ Դեռ մը գա որ պիտի կյանքնես եւ աչքերդ պետք է բացվին, որ տեսնես հոգեվոր կյանքը ինչ է։ Հաջորդ օրինակը Հագարի օրինակն է, ծննդոց 21։ Հագարը, գիտեք, Սարային ծառան էր, և իր դղան արած գպախի։ Սարային Աբրահամեն գպախի, դղան արած Իսմայելը գարն է գպախի և անաբատ կերտա, և գհաստի մի դեղ, և երբ որ այդտեղ գհաստի գսե թող մերնիմ ես և զավագս։ Զավագին գտնե քիչ մանտին, ինքը քիչ մետև, Եվ գսպասե որ մերնին իրենց ծրագիրը մահն էր էլ ուրիշ բան չկա վերջացավ գրված այդտեղ եւ Աստված Հագարին աչքերը բացավ եւ չրհորմը տեսավ եւ գնաց դիգը չրովլեցուց եւ դղուն խմծուց Աստված աչքերը բացավ որ գինը տեսնի չրհորը Լավ լսեցեք, լավ նայեցեք, չրհոր այդտեղ էր, բայց գինը չէր տեսնում և մերնում էր, գմերներ չուրի բագասով և Աստված եթե թեր չուրը աչքերը չբանար, բիդի մերներ ինք և Իսմայելը, բայց Աստված աչքերը բացավ, որ տեսնե իրականությունը, որ աչքը չէր տեսնում, բայց միան հոգևոր պետք է վերեն բացվի, որ տեսնի։ Գիտեք ինչ բաներ կա ձեր առջև, որուն համար դուք այսօր գուլակ կդարաբիք վերքերով լեցում։ Գիտեք ինչեր կա որ ձեզ բլոկ են անում։ Եվ չեք տեսնում։ Սրա համար գրիվ եք անում, աղոթք եք անում, չի լսվում, նեղանում եք սրանից եւ այլն, բայց այդ բարձրապես 1 սեկունդի հարց է։ Մի հատ դերը բանա։ Այդ վիճակի մեջ դեր աչքս տեսնե իրականությունը։ Հիմա այստեղ նստեր ենք։ Դուք տեսնում եք իրար։
Հոն եղբայրները նստեր են, քույրերը նստեր են, ստեղ հոյվոս նստեր է, Սաշանը ստեղ նստեր է, բոլորս մեղում նստեր են։ Մեր աչքերը էս են տեսնում, բայց իրականությունը ինչ է ձեր կարծիքով։ Ձեր իրական հիմա ինչ եք կարծում, ստեղ իրական հոգևոր դեսությունը։ Ինչ կսես սուպկիլքը։ Ես չեմ ուզել որ քեզ ասեմ, քանի որ դերը չհայտնի քեզ, դու նորեն մի բարապան միդասես։ Միդասով ես հավատում եմ որ Սուրբ Հոգին այստեղ է։ Ամեն, բայց այդ հայտնությունը, այդ աչքը թեր չբացված։ Ես հավատում եմ որ Հիսուս մեր մեջն է։ Ամեն, այդ հայտնությունն է, բայց դեր աչքերը բացված չեն։ Եթե աչքերնից իրական բացելար հենց հիմա, լավ լսի մի բան միդասեմ, մի զաղավրած։ Եթե աչքդ հենց բաց լինի հենց հիմա, թե այս վիճակի մեջ ինչ է հոգևոր իրականությունը։ Բոլորս քեդինը գբարգինք, դիրոց սրբության արչև գանքներ համար, բայց մեր աչքը բաց չի, մենք միան հոգևոր եկեր են խոսում ենք հոգևոր բաներ, հայտնություն է, իրական բաներ ենք, սխալ բան չենք ասում, բայց աչքենից բաց չի, եթե աչքս բացելար ես ուրիշ ծևով պիտի քարոզեի, կամ դերս պիտի լրեի, դերս ուրիշ բան պիտի անեին, դերս չէի իմանում ինչ, բայց եթե աչքս բացվեր, հոգևոր բաների մեջ գլուխովդ առաջ մի արի, չի ստացվելու, 20 տարի հետո նորից պիտի կաս ստեղ նստես։ Եվ նույն աղոտները պիտի շարունակենք։ Եվ պիտի թող դերը մեզ այցելի։ Եվ նույն աղոտները պիտի շարունակվի, բայց եթե մեկ սեկոնդ աչքերդ բացվի, Հագարի նման, երբ որ անաբադի մեջ ճուր դեսնես, տարբեր գլագյանքդ։ Ամեն։ Ով գս ամեն։ Հաջորդ համարը, օրինակը։ Տվոց 22։ Բաղամին բացմությունը գիտեք։ Բաղամը Աստծո անհնազանդ մարգարեն։ Աստված իրեն բամը գսե ինքը անհնազանդություն, գադարյալ անհնազանդություն եւ գերտա անհնազանդությունը իքորց տնելու, լավ լսե, անհնազանդությունը իքորց տնելու, ինքը գլխին մեջ միտքը դրած է, անհնազանդ է Աստծո եւ գերտա անհնազանդ կորձը շարունակելու, ինչպես շատերը գիտեք որ սխալ լազնիտ եւ դեր կշարունակեն։ Գրնա մեկը մի անցել պարսացնեսելով այո հովի ջան ես ալետպես եմ։ Ոչ թե մենակ մինագսեմ, հա։ Գիտես որ սխալ է րացդ, գիտես որ ես Ռոբեն սխալ է, բայց կշարունակես։ Բաղամին նման հալելույա, էշին վրա գնստիս եւ քո էշդ գծի էշիդ վրա նստած քո էշդ կդանիս առաջ։ Հալելույա։ Գիտես որ սխալ է, հայտնությունը ստացել է ժողովուրդ, հայտնություն քարոզել են քեզի։ Հայտնությունը ստացել ես ինչի որ բագաս է գլուխիդ մեջ բամը կամ գիտություն չունես, ունես գիտությունը, բայց դեր էշիդ վրա նստած աննազանության մեջ քայլում ես առաջ։ Եվ երբ որ մեկի մի բան ասի, լավ ցեվալ հոգևոր բառը խոսում ես իրեն, ասել որ դու չես գիտեր, ես գիտեմ։ Բայց դու աննազանության մեջ քայլում ես։ Ով գսե ամեն։ Վալա։ Ինչ պատահեցավ մեր սիրելի Բաղամ անհնազանդ մարգարեին։ Երբ որ գսե գերտար իր անհնազանդությունը գադարելու, այն adեն կրված է Տվոց 22 գլուխի մեջ, այն adեն դերը բացավ Բաղամին աչքերը։ Ճանապարհին վրա։ Դերը բացավ Բաղամին աչքերը եւ դեսավ դերոջը հրեշտակը լավ նայի, նայեցեք ինչպես տեսավ դերոջ հրեշտակը։ Դերոջ հրեշտակը տեսավ ջամփուն վրա, գեցած իր ցերկը սուր։ Վահ։ Եվ ինգավ եւ այլն եւ այլն։ Ժողովուրդ անհնազանդության մեջ քայլում է մարդը, հանգիստ է, աչքը բացված չի, կագարձե որ ինքը շիտակ է, եւ նույնիսկ եթե ինքը սխալ է, Աստված գները ինձ աղբերներ ջան, շնորհքի մեջ քայլենք, ինչ պետք է այս բանը գեն այդ բանը, հա, օքեյ, մի հատ աչքդ բանամ, մի ռոբե աչքդ բանամ, եւ դες իրականությունը ինչ կա չոս կողմ, Աստուծո հրեշ, էշը դեսավ ժողովուրդ, այո, էշին խոսած եւ էշին գծեցե, էշը գխոսի, չի զարմանար նույնիսկ էշին խոսելով, ես լայն է, գզարման, այ էշ գխոսի ստուդ ուտեղեն եւ այլ, գզարմանայ, չի զարմանար, կպատասխանի իրեն նույնիսկ, քանի որ գլխին մեջ, էշին վրա նստած ինքը գերտա, մեղքի մեջ ժողովուրդ, Աստված իրեն գխոսի, չէ լուրջ է, Աստված իրեն գխոսի, ինչը հասկանար, էշը գխոսի, չհասկանար, միայն մեկ բանը գաբադահի աչքը գբացվի, անժամանակ կտեսնի Աստծո հրեշտակը Հիսուսն է, եւ որ 5 տակի մեջ Աստծո հրեշտակի մասին գխոսի, միշտ որդի մասին է խոսքը։ Սուրը ցերկը ժողովուրդ։ Ոչ թե արի մի հատ քրգեմ քեզ, սիրեմ քեզ, ես սիրում Աստված եմ, արի մի հատ քեզի քրգեմ։ Չէ, սուրը ցերկը։ Քույր եղբայրներ ջան, այդ շփացածությունից դուրս կանգնել։ Հոգևոր աչքդ մի հատ, հոգևոր ռոբե, մեկ ռոբե։ Հիմա Սեզի բիցեմ ինչ պիտի ելու։ Մեկ ռոբե եթե իմ աչքս փանա, մեկ ռոբե իմ աչքս փանա, ես իմ ընթացքս վստահ կփոխվի։
Սափորս այդտեղ գտողեմ, էշից վրայից վարգիչնեմ, մի բան կփոխվի։ Քիչ առաջացի փարապարության ընթացքին։ Դիրոջ ներկայության մեջ մի բան թողեք, որ ցեզանից ավելին անեք։ Եվ վստահ եմ շատերը իրենց տեղում, չէ, ավելին չէ, ասի, միանաշվեց։ Այս քու սահմանիդ մեջ կանգներ ես։ Ասա դե, դար ինձի։ Դեսնեմ, որ հասկանամ, ինձի այս մարդուն, այդ վիճակին, եկեղեցիս մեջ, եղբայրներուս հետ, դունս, կորձս, ամեն ինչի մեջ, հոգևոր թևով դեսնեմ, որ իրականությունը դեսնեմ, հրեշտակը այնտեղ գանքներ էր, ինք չէր դեսնում, եւ եթե Աստված աչքը չփանար, ինք հրեշտակին վրայում պիտի իր էշով գնար, անցներ վրայից։ Օրինակ կտամ։ Աչքը բացավ եւ կանգնեց եւ ինք սկսավ դառնալ Աստծո փերանը գնաց Աստծո խոսքը սկսավ ասելու բայց միջև այդ ինքը փողի համար բիդեր քարոզելու հիմա գնաց քան որ տեսավ վաու էս է իրականությունը Աստծո մարգարե էր բայց դեռ տեսած չէր Աստծո հրեշտակը լսել էր ինքը բայց ինք տեսած չէր հալելույա Ղուգաս 24 ուրիշ օրինակ Էմայուսի աշակերտները գիտեք այդ պատմությունը։ Հիսուսի հետ քայլեցին։ Ուրեմն նայեցեք այստեղ մի քիչ Հիսուսի աշակերտները թողեցին եկեղեցին Հիսուսի մեռած օրը։ Ղուգաս 24։ Հիսուսի մեռած օրը թողեցին եկեղեցին։ Թողեցին եղբայրները եւ գնում են իրենց հուսահատված, թողած, նեղացած գնում են եկեղեցից դուրս։ Գնացեք ասեք այդ մարդկանց, որ եկեղեցից դուրս են այսօր։ Բաճարներ թող չի դան ցեզի։ Մեկ բան բագաս է իրենց։ Հիսուսի տեսնեն կվերջանա հարցը։ Աշակերտները, որ հայտնություն ունեին, Հիսուս իրենց ասած էր, ես պիտի մեռնեմ, երրորդ օրը հարություն մի դանեմ, հայտնություն կար, նորություն չէր։ Հիսուսի խաչելության օրը մեկ հենց մի քանի օր առաջ ասավ ես պիտի մեռնեմ, երրորդ օրը հարություն մի դառնեմ եւ Երանի անոնք որ ինձ չեն հուսահատին վրաս եւ այլն։ Եվ ահավասի գեղեցից փախած, Երուսաղեմից փախած, գերտան դեպի Էմայուս։ Եվ այդտեղ Հիսուս կհանդիպի իրենք, բայց իրենք դեռ չեն ճանչնար։ Հասկացաք միտքը հիմա շատեր գսեն, բայ Հիսուսի ինչու չի ճանցան։ Ժողովուրդ հոգևոր իմաստ է։ Ահավասի Հիսուս իրենց հետ քայլում է։ Գնացին, խոսեցան, քայլեցին Հիսուսի հետ, սեղան նստան Հիսուսի հետ։ Ժողովուրդ լավ լսեցեք ինչ կսեմ, մեզի համար է այս խոսքը, հավատացյալներ։ Նստում ենք եկեղեցի, լսում ենք խոսքեր, կարդում ենք հոգևոր բաներ, հաղորդություն ենք առնում շատերիս համար, մենք Հիսուսի հետ ենք, հալելույա, այո, գիտեմ, երբ որ գարտակ կտեսնեք որ գվիճապանին, Հիսուսին ինչ կսեն, գսեն, միակ դուն ես որ գսեն, դու չես իմանում ինչ պատահեցավ Երուսաղեմի մեջ։ Այո, պետք է մեկ հոգի կա որ պիտի իմանար ինչ պատահել է Երուսաղեմի մեջ, Հիսուսն էր։ Իր վրա դեր ամեն ինչ։ Անոնք մգխոսին, Հիսուս միան դու ես, որ դեղյակ չես։ Հիսուսի հետ քայլեցին։ Ուրեմն մի ասեք որ հավատացյալ եմ, ժողովուրդ չի բավեր։ Հիսուսի գսիրեմ։ Դեսանք Հիսուսի սիրողները։ Հիսուսի հետ գքայլեմ ամեն օր, ամեն, բայց չի բավեր, քանի որ Հիսուսի հետ գքայլեն եւ Տեր Հիսուսի հետ գվիճապանին։ Շատեր կան այսօր հավատացյալներ են, բայց ներողություն, խոնարհության մեջ չեն Հիսուսի հետ, վիճապանության մեջ են։ Իրենց սապորներու մասին գխոսին, իրենց էշերու մասին գխոսին, իրենց խնդիրներու մասին գխոսին եւ կամ ուրիշների մասին գխոսին։ Ահավասիկ Հիսուսի հետ կքայլեն, Հիսուս կսե իրենց հետ սեղան նստավ, հաց արավ օրտնեց եւ գդրելով գսե դվավանոնց։ Եվ նայեցեք ինչ գրված է։ Այն ադեն սիրուն այստեղ անոնց աչքերը բացվեցան եւ զինք ճանցան եւ ինք աներևույթ եղավ իրենց աչքեն։ Աչքերը բացվան, Հիսուսի ճանցան եւ ինչ էին պատմությունը գարտակ, ետ վերադարձան ժողովուրդ։ Ուր այն դերից որ ելեր էին։ Այն եղբայրներից որ հեռացել էին։ Այն քույրերից մասին որ վատ բաներ էին խոսում, ետ վերադարձան, քանի որ տեսան։ Մեկը էշից իջավ, մեկը սափորը ցկեց, թողեց, մեկը ետ վերադարձավ, մեկը ագա ջուր խմեց,
ժողովուրդ, երբ որ Հիսուսը աչքդ կփանա, կփոխվիս, էլ պատմություն էլ չես ալ պատմի, եկեղեցիները այսօր ինչ պատմությունների մեջ են, գիտեք ինչու, շատ բարձ բան ասեմ, ոչ թե քարոզը լավ չի կամ հովիվը լավ չի կամ եղբայրները լավ չեն, չէ, աչքերին բացված չի։ Հոգևոր են, հավատքի մարդիկ են, սուրբ գիրքը գարտան, քեզանից ինձանից լավ, բայց շատ կներես աչքի խնդիր կա։ Մի հատ դու քեզ նայ աչքդ ինչ վիճակի մեջ է։ Ուրիշ օրինակն եմ։ Ուրիշ օրինակ։ Երբ որ Հիսուս նույն օրը Էմաուսի աշակերտները վերադարձան Երուսաղեմ եւ ինք հայտնվեցավ աշակերտներին, նույն օրը, գիրագի օրը։ Այնադեն գսե նայել ինչ կպատահի։ Այնադեն գսե իրենց միտքը բացավ, որբեսի լավ լսեցեք, թիրքեր հասկանան։ Միտքը աչքը, հասկանա մեր ֆիզիկական աչքի մասին չէ խոսքը։ Միտքը աչքը բացավ, հասկացավ խոսքը։ Միջև հիմա այդ խոսքը իրեն քարոզեր էին ժողովուրդ։ Դիժեք, դե վեր հանեցին այդ խոսքով, կացին ավետարանը քարոզեցին, չէ, եկանսին որ մեր քո անունով այդ մարդիկ ինչ գիտնան սատանան այսան, հա, գիտեին, բայց աչքերին մտքերին սահմանափակված, իրենց կարծիքների մեջ, իրենց սովորությունների մեջ, իրենց կարծումների մեջ, իրենց մտածումների մեջ, իրենց սովորությունների մեջ ասի, ինչ եղավ, պետք է որ վերևից փամլա որ այդ մարդիկ փոխվին։ Աչքերը բացվավ, որպեսզի խոսքը հասկանան։ Հիմա չեմ ասում քեզ քանի հոգի սուբ գիրքը գարտա։ Հիմա մի դեսեմ այդ գարտացած այդ ինչ հասկացար։ Այդ գարտացած այդ ինչ փոխվեցավ։ Ինչ բացվավ այդ ռոբեին, որ դու երգինն ու երգիրը անցուցիր իրար, ասելով ժողովուրդ, ինչպես սամարացի գինը, ժողովուրդ, ես կդա մեսիան։ Ինչ բացվեցավ, որ իմ աղոթքս կողքի հարևանս լսեց, որ փոխվեցավ։ Եկեղեցիս մեջ եղբայրները տեսան, որ փոխվեցավ։ Հիմա ինչ կկարոզեմ, նույնն է, բանը փոխված չէ ծեր մեջ։ Գիտեք ինչու, քանի որ չի բացվում վերևից։ Պետք է բացվի, որ դու դերասդ ելես ոտքի եւ ասես հալելույա։ Այդ եթե չես ասես էլ վերից բան չի ասել։ Մի բան պետք է բացվի եւ ադիգա դերը գնե։ Բայց շատ կներես, պիտի երևնա այդ բանը։ Քանի որ երկար տարիներու հավատացյալները, 2 տարի հավատացյալ, 20 տարվա հավատացյալը, ես դու մենք բոլորս մենք պետք է գանքնենք ասենք դեր։ Ով կհասկանա։ Դեր օրդն է շնորհակալ եմ Տիրոջը, որ կհասկացնե ցեզի, բայց հիմա գաղութեմ ուրիշ բան, որ ծեր աչքերը բացվի, ոչ թե հասկանաք։ Ոչ թե հասկանաք, այլ տեսնեք։ Բողոս Արաքյալի պատմությունը գիտես, վերջին օրինակն է։ Հիսուսին տեսավ, ինքը գիտեք ով էր, վարդապետ մարդ, ամբողջ 5 դագարանը գիծող մարդ, խելքը գլուխ մարդ, իմաստուն մարդ, ինչ որ գուզեք մարդ, բայց այդ իմաստությունով կհալածեր եկեղեցին։ Եվ ինքը գարձեր, որ իր ռածը շիտակ էր։ Ինքը ճիշտ է, հավատացյալները սխալ են։ Ինքը ճիշտ է, Հիսուսի հետևորդները բարակ մարդ են։ Ինքը ճիշտ է։ Եվ աղավասիկ կսե, շատ ուրեմն գնաց, հանդիպեցավ Տիրոջը, գնաց Դամասկոս, Անանիասը եկավ գիշեք, ցերկը վրան դրավ, աղոթեց, Բողոս եղբայրս ստացիր Սուրբ Հոգին, քրված է։ Եվ շուտը աչքերեն թեփեր, աչքերեն, կհասկանաք հիմա դեր ինչ կուզես ուսորվեցնե մեզի։ Գիտությունը չուզեր ավելցնել, քո դեսությունը կուզեր ավելցնել հոգևոր։ Բողոսին բամը բագաշ չէր սորվելու։ Խնդրում եմ մեկ բան սորվենք իրար։ Եկեղեցի մի կատ մի բան սորվելու։ Եկեղեցի եկեք ապրելու։ Սուբկիլ մի բան սորվելու։ Սուբկիլ բացեք տեսնելու։ Մի աղոթեք, որ դերը ձեզ լավ բաներ անի, այլ աղոթեցեք, որ իրեն տեսնեք։ Հոգևոր աչքերը բացվելու։ Մնացած իմաստ չունի։ Դու 10 տարի դեր աղոթքի մեջ կրնաս գալ սուբկիլ կարդալ եւ եկեղեցի գաս, եթե քո հոգևոր աչքերը չբացվի, դու եւ ես մեր հավատքի մեջ չենք կարող գնալ առաջ։ Մենք լավ հավատացյալներ ենք, կտեսնենք եւ այդպես կգարձենք։ Եվ մենք լավ քարոզ գլսենք, օրինակն է եղել է բոլորից, լավ քարոզ լսենք, այս ինչ լավ քարոզ է, սիրտս հեղաշրջեց, ամեն, քանի օր դեվեց։ Երդասարտները մեր ջամբարի կացին, առաջին շաբաթ դակ ու դակ բոլորը, հիմա բոլորը քնել են, հանի գադագով եմ ասում,
Այդ առաջվա դակությունը ուր էր։ Եղբայր հովիվ, այս պիտանենք, այդ պիտանենք, օրը մեկ շաբաթ անցավ։ Հիմա լավ գրակ թողտապի վերևից վար սուպ կրկին ամեն քեդիներս թավալենք եւ այլն, հաջորդ շաբաթ նույն վիճակի մեջ ենք։ Պետք է բացվի։ Իմ չանքս չէ, պետք չէ լինի իմ չանքս, որ ես լավ հավատացյալ լինեմ։ Նա հասկանաք ժողովուրդ, հասկացաք ուզում եմ գամ։ Բողոս Արաքյալը թեփեր հեսավ գսե ինգան եւ նայեցեք ինչ պատահեցավ։ Իսկույն, կարևոր այս բառը, իսկույն գսե դեսավ եւ ելավ մգրդվեցավ։ Բողոս Արաքյալի մգրդությունը իմ եւ քու մգրդության պես չի։ Իր մգրդությունը ամբողջ կյանքի հեղաշրջում էր։ Բողոս ջան, 50 տարի, 60 տարի քարոզել ես, սա մարդկանց վերջին 20 տարին այս մարդկանց հագարակ ապրեցար։ Այս մարդկանց սպանեցիր, Ստեփանոսին սպանեցիր։ Հիմա մգրդվիր, ինչ ասել է, Բողոս, ինչ եղավ քեզի։ Հիսուսը դեսա։ Աչքը սպացվեցավ։ Ես դարբեր եմ այլևս։ Իսկույն ելավ եւ մգրդվեցավ։ Մարդկանց հիմա ոտքերը բաղադրում ենք, խնդրում ենք, արեք եկեղեցի, արեք ապաշխարեցեք, արեք մգրդվեք, արեք ծառայեք, արեք էս, էլ չեն գալ ասելու։ Ուզում ես արի, ուզում ես մի արի, ուզում ես մգրդվի, ուզում ես մի մգրդվի, միջև աչքդ չբացի, բայց որ աչքդ կբացվի, դու կբաղադիս քո եկեղեցին, որ քեզ ընդունեն, կբաղադիս քո եկեղեցին, որ քեզ մգրդեն, կբաղադիս քո եկեղեցին, որ քեզ ծառայություն տան, կբաղադիս քո եկեղեցին, որ մի հատ ավլես կլինի միան, եթե աչքերդ բացվի։ Մենք սխալ ենք վարվել այս չափտարիներ։ Ես ալ ծեր հետ։ Երբ մարդկանց ստիպում ենք կամ քաչալերում ենք, որ իբր թե ծառայի եւ աղոթի, եւ դեր մարդիկ կապրիսներ են անում, չեմ կարող, այստեղ էսպես է, այդպես է, գիտեք ինչու, քանի որ չտեսել։ Շատ կներես, Բողոս Արաքյալ, քեզանից ինձանից իրավունք ուներ չծառայելու դիրոջը կամ ինչ խելացի մարդ էր։ Բայց որ դեսավ Հիսուսի, անորմալ քիչ առաջ աղոթեցինք, ավելի երկելու ընթացքին ասինք, մեր եսը կամված է խաչի վրա, քանի որ ես տեսա բրգիչին։ Հալելույա։ Առաջ ես շատ կնեղանայի, երբ որ քարոզի ընթացքին մարդիկ ուրիշ բաներով կսպաղվեին, ինչպես հիմա։ Կնեղանայի, գսե ինչպես կլա, որ հավատացյալը պաշտամունքի կա եւ այս մի ժամը կամ գեշ ժամը գետրոնացած չլա, կնեղանայի։ Շատ աղոթեցի սրա մասին։ Որտեղ ես չնեղանամ էլ, չնայի մարդիկ ուր են նայում, ով ինչ հետ խոսում է, նայում են ինչ չեն լսում, չնեղանամ։ Ես նեղանամ ոչ թե մարդիկ ինչ չեն լսում, ասում են, այս կարևոր խոսքերը չեն ընկալում եւ այդ շաբաթը պիտի անցնեն այս խոսքից ոչ մի բան չստանալով։ Դերը ասավ ինձ նայ։ Դու որ չափ լավ քարոզես։ Որքան այդ մարդիկ նստեն քեզ աչքերուդ այսպես կախված լինեն, չեն հասկանալու, եթե ես աչքերին չփանամ։ Ուրեմն հիմա ոնց ուզում եք եղեք։ Ուզում եք լսեք, լսեք։ Չեք ուզում, մի խնդիր չի։ Աչքը բացողին է։ Ուզում ես փոխվես։ Նայ։ Ուզում ես չփոխվես։ Ոնց ուզես։ Ուզես եկեղեցին սիրում ես, դերորդնիկ ես։ Չես սիրում, ոնց ուզես։ Ուզում ես Հիսուսի հետևիլ, լավ ես անում։ Չես ուզում, ոնց ուզես։ Եղբորդ քրոջդ սիրում ես, լավ ես անում։ Չես սիրում, ոնց ուզես։ Ուզում ես բարձրացան աղոթել, լավ ես անում, չես ուզում, ոնց ուզես։ Ուզում ես ծառայես Տիրոջը, լավ ես անում, չես ուզում, ոնց ուզես։ Ուզում ես օգտակար լա Տիրոջ թագավորության մեջ, լավ ես անում, չես ուզում, ոնց ուզես։ Ես չեմ կարող քեզ ասեմ, էս լավն է, այն լավն է։ Մեկ աղոթք։ Այսօրվա վերնակիրը ինչ է ժողովուրդ։ Իմ աղոթքս հետևյալն է եւ այս վերնակիրն է։ Դեր լավ թողեք վերջացնեմ առակը։ Եթե այս աղոթքը լավ լսեցեք, որ հիմա ես պիտի ասեմ, մեկ նախատեսություն։ Եթե դու ասես ամեն օր ես եմ աղոթել, իմացիր, որ դու սուտ ես խոսում։ Եթե այս աղոթքը պետք է փոխվի։ Եթե չի փոխվում, այս աղոթքը մի ամբերանացի աղոթք է։
Լավ լսի, հենց սրա մասին եմ ասում։ Եթե դերը աչքը չի փանա, այս աղոթը չես կարող անես։ Հալելույա, չես կարող անես։ Դու գլուխ նող նեսրու։ Մեջդ նայի։ Արդյոք մի բան բերի փանա։ Եվ այս շաբաթ իմ աղոթքս դեր խնդրեմ իմ աչքերս բաց։ Լավ լսեցեք իմ բարի վրա։ Իմ աչքերս։ Ոչ թե Մարետին աչքը բաց որ ինձ հետ լավ վարվի, չէ։ Մարետին աչքը բաց որ խելոք լինի, ամուսինիս աչքը բաց որ ապաշխարի, գնոջ մաց, չէ։ Ես եմ խնդրեմը։ Ամեն։ Իմ աչքս բաց, բայց նայեցեք շարունակություն գա այս աղոթքը։ Իմ աչքս բաց որ տեսնեմ հոգևոր իրականությունը ամեն իրավիճակի մեջ։ Հոգևոր իրականությունը։ Այո, գույր մեկը չկա մեր մեջ, չէ՞, կեր մեկը կա մեր մեջ, չկա գույր մեկը։ Հալելույա։ Donc, սելիկս է դա որ հոգևոր, որբեսի տեսնեմ հոգևոր իրավիճակը, արդյոք բամի նման ես հագարագության մեջ եմ, բաղամամ գարձում էր չէ, ես ալ գրնանալ գարձեմ որ չէ, բողոս կգարձեր չէ, ես ալ գարամ գարձեմ որ չէ, գարձեմ որ ես շիրագի մեջ եմ, ամուսինիս հետ, գնոջս հետ, զավակիս հետ, փողիս հետ, ընտանիքիս հետ, գործիս մեջ, ինչ որ է, ամեն ինչ ասեմ որ գիտնանք։ Շատերդ մտերեք ծեր իրավիճակի մեջ եւ ասում եք դեր ես փանի մեջ օրտնություն, դերը դերևս կսա աչքերդ փանան բիտ տեսնելու դու սխալի գրագի մեջ ես, բայց դու դեր չես տեսնում։ Ինչ ցավալի է մեկը, որ մի վիճակի մեջ է եւ իր վիճակի մեջ կարծում է որ շիրագ է։ Հոգեվորի մասին է խոսքս, հա։ Դեր իմ աչքս բաց, որ հենց հիմա հոգևոր վիճակը տեսնեմ, ես տեսնեմ, քույրս չտեսնե, իմ խնդիրս չէ, ես հասկանաք մեր աղոթքը, դեր իմ աչքերս բաց, ես այստեղից դուրս պիտի կամ իրավիճակը հոգևոր ինչ է։ Այդ մարդուն հետ պիտի խոսիմ, իրավիճակը ինչ է հոգևոր։ Իմ ապակայիս հետ կապված, ներգայիս հետ կապված, ամեն մեկը ծեր բանը դրեք, ինչ է հոգևոր, աչքս բաց, եթե չփանաս ես։ Նայեցեք, ոչ լավ լսի, աչքս բաց ասել չէ որ դեր քո գամքը թող լինի, ոչ։ Աչքս բաց ասել չէ որ դեր ինչ որ ուզես այդ անեմ, ոչ։ Աչքս բաց է ես տեսնեմ իրականությունը։ Երբ որ Սարգիսին ես տեսնում, տեսնես իրականությունը։ Սուրբ Գրքի ինչ կսե իրար ընդունեցեք ինչպես Քրիստոս ընդունեց ձեզ։ Երբ որ ես Արթոնին գնային եւ Արթոնին ինձ գտեսնե իմ դեֆոն, իմ վադլալը, մարդիկ իրեն դերևս ականջին ասեն որ Սարգիս էսպես է, Սարգիս էսպես է, այդ կհիշե, օրինակ եմ ասում, իմ էությունս կտեսնե։ Բայց եթե ինքը աղոթի, Սարգիսի հետ կապված հոգևորը տեսնեմ, դու ինչպես կտեսնես Սարգիսին։ Աչքս բաց որ տեսնեմ հոգևորը, Կորձը, դունը, դեղը, ամուսնությունը, երեխա ունենալը, երդասարտներ անողոլ գուզեն ամուսնանալ, երեխա ունեցողներ պիտի ունենան, դադիկներ, բաբիկներ, դեր, իրականությունը աչքերս բաց տեսնեմ։ Հասկացաք, որ այս ապաշխարությունից ավելի է։ Ինչի որ ասեմ ժողովուրդ ապաշխարեցեք, ասում եմ չէ, իրականությունը տեսեք։ Եվ ես հասկացում ես չեմ կարող տեսնեմ։ Ես չեմ կարող։ Պետք է ինքը բանա։ Հագարի նման քանի անգամ աղոթել ենք։ Էս ինչ կյանք է, էս ուր հասանք, կարելի է միթե, չէ։ Քանի անգամ անհնարինության մեջ քայլեր ենք, գիտնալով որ շիրակ ենք, քանի անգամ անպաստաներ ենք եղբորը քրոջը, գիտնալով որ մենք շիրակ ենք անում։ Դեղ մգա որ պետք է աչքդ բանա որ հասկանաս որ չէ։ Դու պետք ունես հելես ոտքի, ինչպես Բողոսը ելավ գսե մգրդվեցավ, ասել է բոլոր կյանքը նվիրվեցավ։ Այսօր ովև մեկ հավատացյալ չի գրնար Տիրոջ ծառայել, եթե իրական վերևից աչքը բացված չի։ Եվ այդ բոլոր ծառայողներս, որ այստեղ կանք, առաջինը ես, ասեմ ձեզ, ցեվագերբություն մի արեք։ Հոգևոր ցեվագերբություններ չանենք։ Ես իմ մասին խոսում։ Որ չասեք որ դու գալ իմ հետ։ Հոգևոր ցեվագերբություններ չանենք։
հոգևոր ենք, հալելույա, ամեն եւ այլն խոսքերից հերու։ Աչքս բաց որ մի բան հասկանամ։ Այդ հասկացածից համաձայնալ ապրեմ։ Ավելորդ բան չեմ ուզում։ Դիդրոշ չեմ ուզում, եկեղեցի գլուխ չեմ ուզում, ինչ գիտնա մարդիկ վազում են այսօր հովիվներ են ուզում լինել, զարմանում են որ Երանի մի 10 րոպե իմ դեղս ապրեին, իմ գլուխով եւ հասկանային հովիվ լինելու խնդիրը ինչ է։ Երանի։ Մեկ հատ չէին ասի այդ բանը։ Հիմա դերը ինձ գա եւ ասի որ էլ հովիվ մի լինի, առաջին ուրախը ես կլինեմ։ Ասեմ ձեզ։ Ինչու՞։ Քանի որ չեմ ուզում ովիվ մեկ բան անեմ, այն ցևով որ կարծում եմ որ այսպես պետք է լինի։ Ցևագերբություն չանենք։ Աչքս բաց դեր որ հասկանամ ինչ ասել է եկեղեցի կալ։ Այս սրայից ներս որ մտնում եք, տեսնում եք եղբայրները, տեսնում եք քույրերը, որ աչքով եք նայում։ Ծառայություն ենք անում, որ աչքով ենք անում ծառայությունը։ Այս մարդը ստեղ նստեր են, մատը ստեղ նստեր, այդտեղ նվակող գա, այդտեղ երկող գա, այդտեղ մակրող գա, այդտեղ թեյը սարկող գա, այստեղ քույրիկներ կան, եղբայրներ, ամեն մեկը մի բան անում է այստեղ։ Ինչ սրտով, ինչ աչքով, ինչ հոգիով։ Դեր աչքս բաց, որ իմանամ, երբ որ ես նույնիսկ ցերկ եմ դալու մեկում այդ ցերնվելու, աչքս բաց, որ հոգևոր իմաստությունով լինի։ Ժողովուրդ մենք գնում ենք ավելի լուրջ տեղ մեր եկեղեցին։ Եվ ասեմ ձեզ, չեմ աղոթի, որ Տերը մեզ զդի ավելի, բայց աղոթում եմ, որ Տերը մեզ ամեն մեկուս անձնական մաքրի։ Որուն հետ որ խոսում եմ դարբեր եկեղեցիներից, ինչ որ ցավալի է։ Ասում են եկեղեցի մեջ էս կա, խոսակցություն կա, էս կա։ Ժողովուրդ, ամոթ, բոլորին։ Եկեղեցին հոգևոր աչքերով պետք է քայլի, բայց որ հոգևոր ինքը պետք է բանա։ Ինքը պետք է բանա, երբ որ նայում ես քո դան, պետք է իր աչքով նայես եւ ոչ թե գնոջդ ուզածներ անես։ Եղբայրներ ջան։ Երբ որ նայում ես քույրիկներ ջան քո դան, պիտի չանես ինչ որ ամուսինդ քեզ է ասում, հոգևոր աչքով պիտի անես։ Եվ եթե ամուսին դալ հավատքի մեջ է, հալելույա, երկուքով, հոգևոր աչքով գնացեք առաջ։ Հալելույա։ Շատ բաներ կգնան գսել։ Երբ որ այս աղոթ կգնեմ, վերջացնեմ, երբ որ այս աղոթ կգնես, եթե գուզես անել, դեր իմ աչքերս բաց, պիտի խնդրեմ քեզ մեկ բան գլխիդ մեջ տնես։ Սեղտիտուդին հայերենը ինչ է։ Հստակություն, վստահություն։ Երբ որ այս աղոթ կգնես, եթե պիտի անես, դեր իմ աչքերս բաց։ Գլխիդ մեջ պատրաստ պետք է լինես, որ քո բոլոր վստահություններդ, որ ունես, քետնին դակ կրնա դանել դերը։ Ոչնչացնի, ինչպես Պաղամը, ինչպես Բողոսը։ Վստահություն ուներ, որ երթամը սպաննեմ։ Այդ վստահությունը ինչ եղավ զրտ։ Ակաղը ինչ է վստահությունը պիտի մեռներ։ Ինչ եղավ այդ վստահությունը զրտ։ Ինչու՞։ Աչքը բացավ։ Էմաուսի աշակերտները վստահություն ունեին, որ Հիսուս բարապմարտ մերավ վերջացավ գնաց։ Երթանք թողենք ես ինչ եկեղեցի, ինչ որ այդպես շատերը գնան ասել, ես ինչ հավատք, ես ինչ եկեղեցի, եւ որ հանդիպեցան զրտ ետ վերադարձան։ Պատրաստ եղիր քո վստահությունը ոչնչանա, եթե ուզում ես այս աղոթքը անել։ Ամեն թեմայի մեջ։ Ամեն։ Վերջացնենք այստեղ, բավարար է, չէ՞։ Ժողովուրդ միան ես այս շաբաթ խնդրեմ, եկեք իրար համը խոստանանք, միան ես աղոթ կարեք ես շաբաթ։ 2 ժամ օրական ուզում ես աղոթել, 2 ժամ ես աղոթ կարա։ Էլ մի աղոթի ոչ եկեղեցի մասին, ոչ իմ մասին, ոչ մեկի մասին, ոչ ուրիշների մասին, ոչ ալ քո տրամի, քո դունի, քո ուդելիքի գոմ, ոչ ալ քո նշանածին ամուսինի երեխային։ Իմ հոգևոր աչքը բաց, աչքս բաց որ տեսնեմ դեր։ Երբ որ գբանա, մի բան կփոխվի։